Շաբաթակի օրը մինչ Փաշինյանն ու ՔՊԱ-ական բարձրաստիճան այլ պաշտոնյաներ Հովանավանքում մասնակցում էին կարգալույց հռչակված Տեր Արամ Ասատրյանի մատուցած պատարագին, Մայրաթոռում ընթանում էր հայրապետական մաղթանք Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի գահակալության 26-րդ տարեդարձի առթիվ։ Այս իրադարձությունների ուղիղ հեռարձակումները վկայակոչելով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Facebook-յան էջում գրառում էր կատարել, պնդելով, թե Մայրաթոռի սակավամարդությունը ցուցիչ է բարձրաստիճան հոգևորականության նկատմամբ ցածր վստահության։ Ալեքսանյանը սակայն չսահմանափակվեց երկու եկեղեցիներում գտնվող մարդկանց հաշվելու մասին միայն գրառումներով։ Երեք թեմային անդրադարձավ նաև ճեպազրույցում։ Ուղղակի նայեք, քանի տասնյակ մարդ է ընդամենը մասնակցել իր գահակալության 26-րդ տարեդարձին նվիրված պատարագին։ Պարոն Ալեքսանյան, հավաքներին էլ երկու անգամ արդեն Հովանավանք է գնացել վարչապետը եւ ինչ փոքրաթիվ մարդիկ էլ նրա կոչով։ Ժորժ ջան, դա մեր հավաքը չի, դա պատարագ է, ակնհայտ է, որ արդեն երկու կիրակի է, ինչ Հայաստանի ամենամարդաշատ պատարագը տեղի է ունենում Հովանավանքում։ Ավելին, Ալեքսանյանը պնդեց, թե մարդկանց են բերել Մայրաթոռ։ Ստիպված ընդդիմադիր պատգամավորներով են լցրել Մայրաթոռի դահլիճը, ստիպված այն քոչայանական մյուս ուժը իր քարոզարշավը Էջմիածնում թողել գնացել այնտեղ, որ այդ դահլիճը գոնե դահլիճը կարողանան ցույց տան, որ իբր մարդաշատ է։ Որքանով է այս պնդումը ճշգրիտ, Ֆակտոր TV-ի թղթակիցը աշխատելով տեղում եւ նաեւ ուսումնասիրելով Մայրաթոռ Սուրբ Էջմիածին Facebook-յան էջով ավելի քան 2.5 ժամ տևած ուղիղ հեռարձակման կադրերը արձանագրել է պատարագին մասնակցող ազգային ժողովի Հայաստան խմբակցության միայն երկու պատգամավորի՝ Լիլիթ Գարստյանին եւ Արթուր Խաչատրյանին, Ապրելու երկիր խմբակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանին, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանին, Միասնության թևեր շարժման առաջնորդ Արման Թաթոյանին էլ թեև Տեսախցիկը եկեղեցու ներսում չէր ֆիքսել, սակայն պատարագից առաջ նա հարցազրույց էր տվել լրագրողներին։ Ստացվում է, Ալեքսանյանի մատնանշած ընդդիմադիր պատգամավորներով Մայրաթոռը լցնելու մասին պնդումը իրականությանը չի համապատասխանում։ Այստեղ էլ սակայն այլ հարց է առաջ գալիս. իսկ ինչու ընդդիմությունը եւ ընդդիմադիր հանրային գործիչներն այդ օրը Մայրաթոռում չէին։ Այն դեպքում, երբ տարբեր ամբիոններից եւ սոցցանցերում անխնա քննադատում են Փաշինյանի վարած քաղաքականությունը, այն անվանելով Մայրաթոռի դեմ նպատակաուղղված արշավ։ Ես չեմ ուզում սա որպես դիտարկվի մի քաղաքական միջոցառում, մյուս քաղաքական միջոցառման ի պատասխան, չէ, սա ես եկել եմ այստեղ որպես հայ քրիստոնյա, որը գալիս է եկեղեցի պատարագի, երբ 6 տարեկի երեխա է, երբ եղել է չափած, երբ եղել է մասնավոր հատվածում է աշխատել, երբ հանրային հատվածում է աշխատել։ Սա է խնդիրը։ Մեր Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցին այստեղ է։ Դրապար հայրապետն է եկեղեցու գլուխ։ Այնինչ Փաշինյանն արդեն ամիսներ շարունակ է Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսին դիմում աշխարհի կանոնով, ավելին պնդում, որ հենց նա է կարգալույծը ու չէր կարող Տեր Արամ Ասատրյանին կարգալույծ անել։ Ինչպես նախորդ կիրակի, այս կիրակի եւս Փաշինյանի եւ իշխող ուժի բարձրաստիճան ավելի քան 2 տասնյակ պաշտոնյաներ, ազգային ժողովի նախագահը, էկոնոմիկայի եւ արդարադատության նախարարները, Արմավիրի եւ Արագածոտնի մարզպետները, պատգամավորներ, Երևանի ավականու անդամներ նախընտրել էին մասնակցել Մայրաթոռի կողմից կարգալույծ հռչակված քահանայի մատուցման պատարագին։ Ես գլխաքանակ ապահովելու համար ինքս ոչ միտեղ երբեք չեմ գնա եւ չեմ անի որևէ բան, որը իմ բանականությանը կհակասի։ Երևույթը ես դրա մասին եմ խոսում, որ մենք պիտի այս երևույթը ընդհանրապես բարձրաձայնենք, որ մեր ժողովուրդը առիթ սա համարի, որ վերանայի ինքը իրեն իր հավատքը դեպի Քրիստոս եւ այս առումով ես ինքս էլ կարծում եմ, որ այս իրավիճակները, որ ունենք, պիտի մենք օգտագործենք, որպեսզի կարողանանք փնտրել եւ գտնել մեր հոգեվոր առաջնորդին։ Պատիվ ունեմ խմբակցության պատգամավորը սակայն ասում է, հոգեվոր առաջնորդը Գարեգին II կաթողիկոսն է եւ իրենք պատրաստ են ամեն պահ կանգնել նրա կողքին։ Ես չեմ կարծում, թե պատարագին մասնակցելու համար հատուկ Մայրաթոռում կազմակերպելու է գնալու խնդիր կա։ Միգուցե լինեն միջոցառումներ, որոնց անհրաժեշտություն կարող է առաջանալ, կամ պայմանականորեն Մայրաթոռը նաեւ կոչով դիմել։ Միգուցե լինեն առաջիկայում ինչ-որ միջոցառումներ,
որին հարկ կլինի կամ մայաթորը դեռ անհրաժեշտ կհամարի, մենք շատ ավելի կազմակերպված ձևով կմասնակցենք, բայց չեմ կարծում, թե այդ պատարագին, որ հայրենական եկեղեցին մայաթորում ունեցել է, դեռ անհրաժեշտություն է եղել, որ մարդկանց հատուկ խմբերով կամ քաղաքական տարբեր միավորների հրավիրեն։ Աբրահամյանի խոսքով չպետք է մրցման մեջ մտնել, թե որ եկեղեցում ավելի շատ մարդ կլինի։ Չեմ կարծում, թե հայ առաքելական եկեղեցին ինչ-որ խնդիր է դրել, որ իա պատարագներին ինչ-որ մարդիկ կազմակերպված ձևով գնան։ Այն մարդիկ, ովքեր հայ առաքելական եկեղեցու հետևորդին որոշակի պարբերականությամբ գնում են։ Մեկը պատարագի է մասնակցում, մեկը որևէ տաղավար տոնի է մասնակցում։ Եվ մինչ ընդդիմությունը ասում է, տեղին չէ քաղաքական աստար տալ պատարագներին մասնակցությանը, Փաշինյանն արդեն հայտարարել է, հաջորդ կիրակի օրը արդեն լինելու է ոչ թե Հովանավանքում, այլ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որի հոգևոր հովիվ Տեր Թադե Թախմազյանն իր աջակցություններ հայտնել կարգալույց հռչակված Տեր Արամ Ասատրյանին։